մենք նամակներ ենք փոխանցել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը եւ ԵՄ-ի հայաստանյան ներկայացուցչությանը կալանավորման սկզբնական շրջանում, որտեղ բարձրաձայնել ենք եւ մանրամասն նկարագրել ենք այն ապօրինությունների շղթան, որոնք տեղի են ունենում նրանց նկատմամբ։ Մենք պետք է ասեմ, որ արձագանք ենք ստացել Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսին, Anti-Fake-ի խմբագրության ուղղված պատասխան, որտեղ նշվում էր, որ Հայաստանի իշխանությունները այժմ իրականացնում են նախաքննության փուլ եւ մենք միջամտել չենք կարող եւ երկրորդ կետով նշվում էր, որ իշխանությունների հետ զրույցներում, դիալոգներում մենք մշտապես բարձրաձայնում ենք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության եւ խոսքի ազատության պաշտպանության թեման։ Անկեղծ ասած չգիտեմ, սա բացառիկ է արձագանքի տեսանկյունից թե չէ, որովհետև գուցե ոչ մեզ, բայց գուցե այլ կառույցների իրենք նմանատիպ պատասխաններ տալիս են, այս առումով, որ առնվազն պատասխան եղել է եւ անտարբերության չի մատնվել մեր դիմումը, խրախուսելի է։ Բայց միևնույն ժամանակ մենք հիշում ենք, որ նախկինում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ, օրինակ Սվիտալսկին, անձամբ գնում մասնակցում էր դատական նիստերին, ներկա էր գտնվում, կարծիք էր հայտնում, դիրքորոշումներ էին տարածում ԵՄ պատվիրակության անունից եւ ինչու հենց հիմա որոշվեց, որ այլևս նախաքննության ընթացքը համարվում է պետության ներքին գործ եւ դրան միջամտել չի կարելի։ Իհարկե, ես հիմա չեմ ուզում խոսել դրա մասին, չեմ ուզում, քանի որ մեր ասուլիսի ընթացքում մենք մանրամասն անդրադարձել ենք դրան, հիմա չեմ ուզում ձեր եւ քաղաքացիների ժամանակը խլել, ԵՄ պատվիրակության, արտասահմանյան կառույցների գործելավոճին գնահատականներ տալու առումով այդ մասին բազմիցս խոսվել է։ Ես ուզում եմ ավելի շատ այս պահին կենտրոնանալ մեր քաղաքական աստացվում, որովհետև քաղաքական պատվերի եւ քաղաքական գործընթացի հետ գործ ունենք, ոչ թե դատավարական process-ի հետ։ Ուզում եմ մեր օրակարգի մասին ավելի շատ խոսել եւ այդ օրակարգը ավելի շատ մարդկանց հասանելի դարձնել։ Մեր օրակարգը հետեւյալն է. այսօր Հայաստանի Հանրապետությունում իրավական խուլիգանական շղթայի արդյունքում կալանավորված են երկու մեդիա գործիչներ, Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, արդեն 2 ամիս գտնվում են ապօրինի կալանքի տակ։ Եվ 3 դատարանը դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ առանց աչքը թարթելու 3 ամսով երկարացրեց ընդամենը հետույք բառը իր հաղորդման ընթացքում արտաբերած Նարեկ Սամսոնյանի կալանքը, ինչպես նաև Վազգեն Սաղաթելյանի կալանքը, որի արարքում եւս որևէ հանցակազմ չկա։ Սա խայտառակություն է, սա ապօրինության գագաթնակետն է։ Սա խոսքի ազատությունը լռեցնելու, չակուչով խփելու եւ ասելու, որ որևէ քաղաքացի իրավունք չունի քննադատել, որևէ քաղաքացի իրավունք չունի իրեն ուղղված վիրավորանքին արձագանքել, այն էլ ոչ համարժեք։ Կարծում եմ 3 Նարեկ Սամսոնյանի ելույթը դուք դատարանում լսեցիք, ինքը ասաց իրենց ինչպես է բնորոշել ազգային ժողովի նախագահը եւ իրենք ինչ պատասխան են տվել։ Սա անգամ ոչ համարժեք պատասխան էր։ Այսինքն ազգային ժողովի նախագահը խուլիգանական արարք չի դրսևորել, Նարեկ Սամսոնյանն է դրսևորել հետույք բառն ասելով։ Դե տեսեք, այսօր օրինակ սրբազաններել են կալանավորված, ինչու այդ բառի համար չպետք է կալանավորեին։ Ես հասկանում եմ սրբազանների կալանավորման քաղաքական դրդապատճառներն էլ եմ հասկանում, մնացած բոլոր ապօրինի կալանավորված քաղաքացիների, հասարակական գործիչների, քաղաքական գործիչների քաղաքական դրդապատճառներն էլ եմ հասկանում։ Բայց ուզում եմ մենք հստակ ֆիքսենք մեզ համար առնվազն մեր թիմի համար նախ Նարեկ Սամսոնյանը հանդիսանում է մեր թիմի առաջնորդը եւ մենք իհարկե բոլորի նկատմամբ սրտացավություն ունենք, բայց մենք առավել մեծ սրտացավություն ունենք մեր թիմի առաջնորդի նկատմամբ, ով բացի քաղաքական հասարակական գործունեություն իրականացնելուց նաև մեդիա գործիչ է, ինչ որ առումով լրագրող է հանդիսանում։ Այսինքն Հայաստանում կալանավորված 2 լրագրող կա ըստ Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակի։ Դա մենք չենք ասում, դա Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակն է ասում, որ Հայաստանում ապօրինի կալանավորված 2 լրագրող կա։ Իհարկե մնացածը եւս քաղաքական բանտարկյալներ են, դա չի քննարկվում, բայց մեր քաղաքական օրակարգը, մեր փոքր թիմով, մեր ռեսուրսների հնարավորության սահմաններով մենք բարձրաձայնելու ենք Նարեկի եւ Վազգենի խնդրի մասին, դիմելու ենք բոլոր կառույցներին եւ խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ Իմնեմնի մի ոդքասթը իր ստեղծման օրվանից մշտապես իր հաղորդումների օրակարգում պահել է քաղբանտարկյալների թեման։ Երևի բացառիկ հարթակներից է եղել, որը առանց բացառության, առանց որևէ եթեր բաց թողնելու մշտապես խոսեցել է քաղբանտարկյալների մասին, բոլոր կալանավորված անձանց մասին։ Մենք ունեցել ենք արտակարգ ռեժիմով ուղիղ եթերներ, երբ որ մենք պարզապես մեր ոդքասթը դադարեցրել ենք,
Եվ ոդքասթը տեղափոխել ենք ապօրինի կալանավորված անձի դատարանի նիստերի դահլիճի դիմաց ոդքասթը շարունակելու։ Այդ ձևով Նարեկն ու Վազգենը իրենց աջակցությունը մշտապես հայտնել են քաղբանտարկյալներին։ Հիմա իրենք են քաղբանտարկյալի կարգավիճակում։ Ես վստահեցնում եմ, որ մեր պայքարը ոչ միայն Նարեկի եւ Վազգենի համար է, այլ Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության համար է, յուրաքանչյուր լրագրողի, յուրաքանչյուր մեդիագործչի, յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատության պաշտպանության համար է։ Եվ Նարեկի եւ Վազգենի օրինակով մենք ցույց ենք տալու, որ այդ պայքարը պետք է շարունակենք, չպետք է համակերպենք, չպետք է լռենք եւ պետք է հասնենք այդ մարդկանց ազատ արձակմանը։ Եվ սա նաեւ բոլոր քաղբանտարկյալների համար է։ Այդուհանդերձ, արդյոք խոսքի ազատության մեջ է մտնում վիրավորական արտահայտություններ անելը, ինչպես նաև հայհոյանք, ոչ պարկեշտ բառապաշար օգտագործելը։ Խոսքի ազատության սահմաններում գտնվում է թե չէ, ձեր հարցը դա է։ Տեսեք, ինչի համար են Նարեկն ու Վազգենը համարվում քաղաքական բանտարկյալներ։ Եթե մենք գործ չունենայինք քաղաքական բանտարկության հետ, ձեր ասած սկզբունքով, բոլոր այն մարդիկ, ովքեր որ հայհոյանքներ, վիրավորանքներ են հնչեցնում, այսօր կլինեին բանտերում։ Օրինակ, Տավրոս Սափյանը Թալինի համայնքապետ հիմա քրեական գործով պետք է անցած լիներ, կալանավորված լիներ, որովհետև Մայրաթոռի մոտ հասարակության ներկայությամբ լկտի հայհոյանք է հնչեցրել։ Իդեպ, հենց դա խուլիգանություն է։ Բայց գոյություն ունի քաղաքական խոսք, քննադատական խոսք, որը պաշտոնյաների համար կարող է լինել ցնցող, վիրավորող։ Երբ քննադատում են քաղաքական իշխանության ներկայացուցիչներին, այո, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպային որոշումներով հաստատված է, որ ցնցող, վիրավորող խոսքը, որն ուղղված է իշխանության ներկայացուցչին, ընկնում է խոսքի ազատության պաշտպանության սահմանների տակ։ Մենք գործ ունենք քաղբանտարկության հետ, որովհետև խոսքը, որը որ հնչեցվել է, որը դիտարկվում է որպես վիրավորանք, վիրավորական է եւ խուլիգանական է համարվում միայն Նարեկի եւ Վազգենի դեպքում։ Իշխանության որևէ ներկայացուցիչ, որը ազգային ժողովի ամբիոնից ամենալկտի բառապաշարն է իրեն թույլ տալիս, ամենալկտի հայհոյանքներն է հնչեցնում, այսօր ազատության մեջ է իրենց դեմ որևէ քրեական վարույթ չի նախաձեռնվում։ Վազգենը Ալեն Սիմոնյանին իրենց վիրավորելու համար։ Այո, գալիս եմ դրան։ Ոչ, չեն դիմել, բայց երբ որ խոսում ենք վիրավորանքների մասին նաև։ Այս քրեական գործը այն մասին է, որ Ալեն Սիմոնյանը վիրավորել է ոդքասթի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ոդքասթի համար Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին։ Իդեպ այդ ոդքասթի ընթացքում որևէ բառ, որևէ հիշատակում չի եղել անգամ Ալեն Սիմոնյանի մասին։ Այսինքն մարդը նայել է հաղորդումը, որոշել է, որ ինքը իրեն կարող է թույլ տալ ամենալկտի բառապաշարը մեդիագործիչների մասին, վիրավորական արտահայտություններով, ինչու պետք է չկրկնեմ, շան լակոտներ է ասել։ Որից հետո հերթական ոդքասթի ընթացքում Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը պատասխանել են Ալեն Սիմոնյանի վիրավորանքներին, որի ընթացքում Ալեն Սիմոնյանը ներողություն եմ խնդրում Նարեկ Սամսոնյանից։ Նարեկ Սամսոնյանը արձագանքելով ասել է ընդամենը հետույք բառը։ Ում արարքն է խուլիգանական։ Նարեկ Սամսոնյանը սրա մասին հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ասել է, որ ինքը որևէ ակնկալիք չունի Հայաստանում իրավապահ եւ դատական մարմիններից եւ չի համարում այս խնդիրը լուծելու ժամանակահատվածը ներկայումս եղած ժամանակահատվածը։ Ինքը չի պատկերացնում դատարան դիմել, վիրավորանքի համար պատասխան պահանջել, իր համար գործում են այսպես ասած ավելի սկզբունքային, ավելի այլ մոտեցումներ, ավելի տղամարդկային մոտեցումներ, որի մասին ինքը արել է հայտարարություն, ինքը դա պատշաճ չի համարում։ Եվ նորից գալով Նարեկի եւ Վազգենի կալանավորման երկարաձգմանը եւ հատկապես Նարեկ Սամսոնյանի հայտարարած հացադուլին, ինչպես արդեն ասացի, քանի որ այդպիսի կարծիքներ կային, որ սա հուսահատության քայլ է, ոչինչ չի տալու, իշխանություններին ճնշելու գործիք չի կարող հանդիսանալու, Նարեկ Սամսոնյանը այսօր հոդված է հրապարակել անվավիր քրեակատարողական հիմնարկից, որում այդ բոլոր հայտարարություններին մանրամասն արձագանք է տվել։ Ես էլ քանի որ ամեն օրվա սկզբունքով տեսակցում եմ եւ այս հարցը նաեւ քննարկման առարկա է դարձել մեր քննարկումներում, ուզում եմ ասել, որ սա որևէ դեպքում չի կարող ընկալվել որպես հուսահատության քայլ։ Սա շատ գիտակցված, երկար մտածված, վճռորոշ քայլ է, քաղաքական ակցիա է, քաղաքական բողոք է ընդդեմ այս ապօրինությունների։ Եվ մեր անտիֆեյքի թիմի ակնկալիքն է, որ այս քաղաքական բողոքը
որպես օրակարգ վերցնեն համապատասխան քաղաքական ուժերը, ընդդիմադիր գործիչները, դա դարձնեն քաղաքական օրակարգի մաս եւ պայքարեն Հայաստանում Նարեկի եւ Ազգենի խոսքի ազատության, իրավունքի պաշտպանության եւ մնացած քաղբանտարկյալների համար։ Դատախազների նկարներն էլ ենք տեսնում, դրա իմաստը կբացատրեք ինչու ներկայանում։ Երեք, եթե հետևել եք հրապարակային դատավարության ընթացքին, շատ մանրամասն ներկայացվել է, թե ինչ է տեղի ունեցել այս 2 ամիսների ընթացքում։ Տեղի է ունեցել իրավական խուլիգանություն, որի ընթացքում ամեն մի իրավապահ կառույցի ներկայացուցիչ իր գործուն մասնակցությունն է ունեցել, օղակը դառնալով այդ իրավական խուլիգանության։ Այս գործընթացում ներգրաված են եղել քննիչ Գորդ Ավսյանը, իր ողջ քննչական խմբով, դատախազ Հայկ Ավետյանը, դատավորներ Ռոման Սմբատյանն ու Մասիս Մելքոնյանը, որոնք դակել էին երկամսյա կալանքը։ Վերաքննիչ դատանի դատավոր Ադրինե Ղուկասյանը, որը մերժել էր Վազգեն Սաղաթելյանի վերաքննիչ բողոքը։ Եվ երեք արդեն սրա մասը դարձավ Մանվել Շահվերդյանը, որը գործը քննող դատավորն է, եւ արդեն կարող են կանխատեսումներ անել, թե այս գործով ինչ ելքեր կարող են լինել։ Պարզապես մեր նպատակն է, մենք որևէ բան չենք ասում այս մարդկանց։ Մեր նպատակն է, որ հանրությունը դեմքերով ճանաչի հրապարակային դատավարության մասնակից կողմերին։ Մենք որևէ բան չենք ասում, կարծում եմ քաղաքացիները իրենք իրենց մեջ իրենց գնահատականները կունենան տվյալ պաշտոնյաների մասին։